Աշխատանքից ազատվելու 2 դիմում, 1 օրում աշխատանքային ոչ բարենպաստ պայմանները շտապօգնության աշխատակիցներին ստիպել են լռությունը կոտրել։ Առաջին քայլը Վահրամ Բուլղադարյան անունով օգտատիրոջ հրապարակած դիմումն էր, որտեղ նշում էր, որ գերծանրաբեռնված պայմաններում անկարող է մասնագիտական որակ ապահովել։ Հենց նույն օրը շտապօգնության եւս 1 աշխատակից նմանատիպ հրապարակում էր կատարել։ Ես տեսա սոցիալական ցանցում իմ ընկերներից մեկի գոլեգայի դիմումը ազատման, որը որ արդարացի բողոք էր։ Ընդդեմ այն ամենի, ինչը որ այս պահին կատարվում է համակարգում, որպես սրտացավ քաղաքացի եւ նաեւ որպես գոլեգա, ով որ չի ուզում, որ նման համակարգից դուրս գա նման պրոֆեսիոնալ, ես պարզապես որոշեցի միանալ իրեն, իր կողքին լինել։ Շտապօգնության թիվ 5 ենթակետի աշխատակից Տարոն Սարիբեկյանը նշում է, որ նման պայմաններում աշխատելը, չափազանց ցածր աշխատավարձն ու գերծանրաբեռնվածությունը վնաս է թե իրենց, թե հիվանդներին, որոնց սպասարկում են։ Աշխատում են 24 ժամ ու սպասարկում նորմայից 2-ից 3 անգամ շատ կանչեր։ Աշխատավարձի չափը սակայն անփոփոխ է մնում։ Մենք աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Մենք ստանում ենք ֆիքսված 18500, վարորդները եւ բուժքույրերը ստանում են 10000 դրամ։ Այո, եւ ընդհանրապես կապ չունի դու անում ես 35 կանչ, 40 կանչ, 20 կանչ, այդ չի փոխվում դրանից գումարը։ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող շտապօգնության ծառայության ղեկավարը պարզաբանում է, որ աշխատակիցների նշած խնդիրները նորություն չեն։ 2019-ին բրիգադների թիվը 42-ի պետք է հասցվեր, մինչդեռ համապատասխան ռեսուրսների բացակայություն կար։ Աշխատակիցներն այդ դեպքում չէին ունենա համապատասխան վարձատրություն եւ բժշկական ապահովագրություն։ Շտապօգնության բժիշկը անձնակազմը երևի ռիսկի խմբի մեջ է մտնում եւ շատ կարեւոր է, որ սոցփաթեթը լինի։ Ես շատ լավ հասկանում եմ նույն մեր աշխատակիցներին, որտեվ եւ վթարի կարող են ենթարկվել եւ խնդիրներ են առաջանում, այդ ամենը շատ էական է։ Աշխատանքային լարված ռիթմի ընթացքում շտապողականությունից երբեմն վթարներ են տեղի ունենում։ Վերջին դեպքը հունվարի 30-ին էր, երբ հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի էր ենթարկվել։ Այդուհանդերձ բուժօգնություն ցուցաբերող աշխատակիցները բժշկական ապահովագրությունից չեն օգտվում, անգամ բժշկական հագուստն են սեփական միջոցներով գնում։ Ապահովագրություն չունենք։ Այտենց արտոնյալ բաներից չենք օգտվում, ոչ մի բան։ Մենք աշխատում ենք համակարգում, բայց ոչ մի բանից չենք օգտվում։ Ֆորմեն մենք առնում ենք, մեր ֆորմեն, ասենք մի ամիս, 2 ամիս բանը հագնում ենք, մաշում է, գույնը թափում է, նորից պիտի առնենք, մեր հաշվին ենք առնում։ Կադրային խնդիրը Թագուհի Ստեփանյանի շտապօգնությունը չունի, ֆինանսական հոսքերի պակաս կա, ինչն էլ դժգոհության ալիք է ստեղծում։ Կա բազմաթիվ մեծ բանակ երիտասարդ բժիշկների, բուժքույրերի եւ վարորդների, ովքեր որ ցանկություն ունեն աշխատելու շտապօգնությունում, այստեղ խնդիրը այն է մեր բրիգադաների ավելացման խնդիրը։ Ավելացումը, այսինքն դրա տակ մենք տեսնում ենք ֆինանսական հոսքերի ավելացումը։ Կարող ենք բրիգադ ավելացնել միայն այն դեպքում, եթե ունենանք համապատասխան ֆինանսավորում։ Վերջին օրերին շտապօգնությանն առնչվող խնդիրներին 3 առողջապահության նախարարն է արձագանքել։ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության մեջ, որտեղ նույն հարկի տակ կհամախմբվեն մինչ օրս գործող ապակենտրոնացված շտապօգնության ծառայությունները։ Նախարարի խոսքով շտապօգնության ոլորտում դեռ աշնանը մեկնարկած բարեփոխումները վերջին շրջանի զարգացումների պատճառով ավելի կարագացվեն։